Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVK-ի տեսակապի միջոցով զրուցելու է քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ, բարև ձեզ Հրայր, շնորհակալություն մեզ միանալու համար։ Ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Հրայր, ուզում եմ քննարկենք վերջին քաղաքական իրադարձությունները, կանդրադառնանք իհարկե Երևանի կենտրոնում ցույցեր անող արցախահայերին, Սերժ Սարգսյանի ելույթին, բայց կուզեմ զրույցը սկսենք մի ուշագրավ հրապարակումով, որ Ադրբեջանի պետական հեռուստաալիքով էր հնչել, այն է, որ իրենց նպատակը Հայաստանի ներսում քաոս ստեղծելն է, իշխանությունների բանակի նկատմամբ հասարակության վերաբերմունքը վատթարացնելը եւ իրենց դա հաջողվում է։ Ձեր կարծիքով ինչքանով է Բաքվի այս քաղաքականությանը օգնում Հայաստանի տեղական ընդդիմությունը կամ գուցեև իրենց սպասարկող աշխարհաքաղաքական կենտրոնները։ Ճիշտ դիտարկում է, որ Հայաստանի ընդդիմության մեջ կան խմբեր, որոնք որ նույնիսկ հիմնական ընդդիմության մեջ, որոնք որ օգնում են Ադրբեջանին երկրում իրավիճակը Հայաստանում իրավիճակը ներսում ապակայունացնելու առումով հիմնականում անընդհատ մեջբերելով Ալիևի ասածները եւ Հայաստանի ներսում վախ եւ պանիկա տարածելու հարցում։ Տեսեք 2023 թվականից սկսած սեպտեմբերից, երբ որ Ադրբեջանում էթնիկ զրկումներ տեղի ունեցան, աննախադեպ այդպես լրատվական ու քարոզչական արշավ է գնում Հայաստանի ներսում, ընդ որում 23 թվականից հետո առանձնապես շատ ինչ որ լուրջ իրադարձություններ տեղի չեն ունեցել գետնի վրա, նկատի ունեմ ռազմական զինված բախումներ եւ այլն տեղի չեն ունեցել եւ անցած տարի բավականին խաղաղ է եղել, բայց եթե մենք վերլուծենք թե տեղեկատվական դաշտում ինչպիսի ուրեմն վախ ու պանիկա էր տարածվում ամեն անգամ, երբ որ Ալիևը ինչ որ մի հայտարարություն էր անում, մենք կտեսնենք, որ այո, ամենայն հավանականությամբ Ալիևի կողմից որոշ հայտարարություններ արվում են հենց այն դիտավորությամբ, որ Հայաստանի ներսում կան խմբավորումներ իդեմս նախկին իշխանությունների մինչև 2018 թվականին եղած իշխանությունների, ովքեր ուղղակի օգտագործում են Ալիևի այդ ասածը երկրում ապակայունություն տարածելու համար, բայց ես չեմ կարծում, թե դա ինչ-որ դիտավորյալ այսպես հատուկ պայմանավորված է եւ իրենք այսպես ասած Ադրբեջանի գործակալ են։ Ոչ, իրենք ընդամենը ցանկացած առիթ ուզում են օգտագործել Հայաստանի իշխանության դեմ, ինչ ուզում է լինի, ամեն ինչ վատ լինի, ինչքան վատ լինի Հայաստանի համար եւ Հայաստանի իշխանությունների համար, այսպես է տրամաբանությունը, ինչքան վատ լինի Հայաստանի իշխանությունների համար եւ նաեւ Հայաստանի համար, այնքան մեր համար ավելի լավ, մենք կկարողանանք ավելի շատ մարդ մոբիլիզացնել կամ ասել, վայ, տեսեք ինչ վատն են իշխանությունները, ամեն ինչ ծախողվում է, հեսա կործանվում են։ Արդեն 4-5 տարի է մարդիկ կան, որ ասում են կործանվում են, կործանված է արդեն։ Իրականում կյանքը առաջ է գնում, այդպես չէ։ Հայաստանի զարգացման հեռանկարները գնալով ավելի առարկայական ու իրատեսական են դառնում, բայց այո, այն ինչ որ իրենք պետական հեռուստատեսությամբ հայտարարում են, ընդհանրապես այնպես չի որ օդից է էլի կամ ընդհանրապես իրենց գլուխն են գովում, ուղղակի տեսնում են, որ իրենց հայտարարություններին Հայաստանի ներսում ինչքան ուշադիր են հետևում եւ օգտագործում իրենց հայտարարությունները պանիկա տարածելու համար եւ դրանից լավ են զգում եւ ասում են, որ այ մենք տեսեք ինչ խելացի ենք, ինչ ուժեղ ենք եւ կարողանում ենք Հայաստանի ներսում պառակտում հրահրել։ Ձեր դիտարկմամբ նախկին իշխանությունները այսօր վերադարձի կամ քաղաքական դաշտում լուրջ կշիռ ունենալու ինչպիսի հնարավորություններ ունեն, շատ տևական լռությունից հետո երրորդ նախագահ Ծավալուն ելույթով է հանդես եկել իրենց կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, խոսել իրենց գործած այսպես ասած սխալների մասին, բայց նաև նշում է, որ ամեն ինչում իրենց են մեղադրում, անգամ իրենց հետ համագործակցող
համագործակցող նախկինում համագործակցող ուժերը, երևի թե նկատի ունի երկրորդ նախագահին։ Կուզեի այս ելույթի հետ կապված ձեր դիտարկումները լսել, իհարկե այնտեղ նաև անդրադարձ կա այսօրվա իշխանություններին, ով է Նիկոլին բերել իշխանության այդ հայտնի թեզին, հավանաբար լսել եք ելույթը, ինչ դիտարկումներ ունեք։ Սկսեմ ավելի ընդհանուր դիտարկումներից, տեսեք, հեղափոխությունից հետո, երբ որ Հայաստանում հաստատվեցին դեմոկրատական կարգեր, այսինքն ընտրությունների միջոցով ազատ իշխանափոխության հնարավորություն, խոսքի եւ հավաքների լիարժեք ազատություն եւ այլն, երբ որ այս ամեն ինչը հաստատվեց, արդեն կարելի էր նայելով նախկինում դեմոկրատացած երկրների փորձին եւ ներկայումս գործող դեմոկրատական երկրներին, թե ինչպիսի քաղաքական համակարգ է այնտեղ, նայելով դրան կարելի է եզրակացնել, թե մոտավորապես ինչ դաշտ ենք մենք ունենալու Հայաստանում, եթե շարունակվի այս դեմոկրատական ինստիտուտների ուրեմն գոյությունը Հայաստանում։ Եվ այդ տեսակետից հստակ է, որ հանրությունը աստիճանաբար այսպես բյուրեղանում կամ առարկայանում է գաղափարական տարբեր խմբավորումների շուրջ, մեծ մի հատ այդպես գաղափարական խմբավորումը դա ավելի այսպես ազատական մոտեցումներ ունեցող խմբավորումներն են, իսկ մյուս խոշոր գաղափարական խմբավորում դա պահպանողականներն են եւ ազգայնականներն։ Ուրեմն այդ պահպանողականների եւ ազգայնականների դաշտը բոլոր երկրներում ինչ որ քաղաքական ուժեր լցնում են։ Եվ այնպես չի, թե հանրապետական կուսակցությունը Հայաստանի կամ Ռոբերտ Քոչարյանը եւ որ իրենց համեմատում ենք այլ մեր նման երկրների ուրեմն քաղաքական դաշտերի կամ նույնիսկ ոչ մեր նման երկրների, նույնիսկ ամենազարգացած Արևմտյան Եվրոպայի կամ Միացյալ Նահանգների երկրների քաղաքական ուժերի հետ, այնպես չի, թե այդ զարգացած երկրներում կամ մեր նման երկրներում պահպանողականները շատ ավելի լավն են եղել, ավելի քիչ կոռումպացված են եղել, ավելի քիչ ավտորիտար հակումներ ունեն եւ այլն, քան թե այս մեր գործող համակարգում այս պայդրությամբ գործող հանրապետական կուսակցությունը կամ Ռոբերտ Քոչարյանը իրենց արժեքների առումով մեր հանրության մոտ միշտ եղել է տպավորություն, հատկապես հեղափոխություն իրականացրած քաղաքացիների մոտ, որ այ վերջ, հիմա ազատվում ենք այս չարիքից եւ ազատվում գնում ենք։ Եվ всё, այդ էջը փակում ենք, հիմա ինչ որ մի հատ նորմալ քաղաքական դաշտ է լինում, որտեղ որ ով էլ գա, այսպես հանգիստ մեր համար ապրելու են։ Բայց այդպես չի։ Ամբողջ աշխարհում այդպես չի։ Այս դեմոկրատական համակարգում շատ հաճախ այդ ավտորիտար եւ պահպանողական հակումներով կոռումպացված նաեւ եւ ազգայնական եւ ինչ ուզում եք հանրային բարոյականության տեսակետից անընդունելի այդ տեսակ ուժերը միշտ էլ դաշտում տեղ ունեն դեմոկրատական երկրներում։ Հիմա Հայաստանում հարցը այն է, թե այդ դաշտը որ կուսակցությունները կգրավեն։ Այն կսմտոցը, որ մենք տեսնում ենք հիմա հանրապետականների եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների կողմից, ես կարծում եմ հենց այս կոնտեքստում է, որ երկուսն էլ հավակնում են մոնոպոլ դիրք գրավել այդ պահպանողական ազգայնական կոռումպացված եւ վատ արժեհամակարգ ունեցող ուրեմն դաշտը գրավելու առումով իրեն մրցակցում են իրար։ Եվ ես պետք է ասեմ, որ մեր տեսակետից ընդհանրապես Հայաստանի հանրության եւ պրոդեմոկրատական ուժերի տեսակետից, երբ որ նայում ենք, ցավալի է, որ իմ կարծիքով այդ պայքարում Քոչարյանը ավելի adekvat է թվում, քան թե Սերժ Սարգսյանը։ Ես այսօր լսեցի Սերժ Սարգսյանի ուրեմն ելույթը, ինքը գրեթե ոչ մի բանի մասին է, էլի 50 րոպե խոսում է եւ համարյա ոչ մի կարևոր բան չի ասում, բացի նրանից, որ հղումներ է տալիս նրան, որ իրենք դեմ են խաղաղության այսօրվա գործընթացին եւ ուզում են իշխանություններին հեռացնել։ Եվ ելույթի մեծ մասը անցյալի մասին է։ Իրենք մի տեսակ ոնց որ տրավմա ստացած են, անցյալում մնացած են եւ նեղացած են բոլորից, ովքեր որ ասենք այդ հեղափոխությունը արեցին 2018 թվականին ու այդ կորցրել են adekvatությունը եւ չեն հասկանում ինչ երկրում եւ ինչ իրավիճակում են գտնվում եւ ոնց
ոնց են շարունակում իրենց ապագա գոյությունը Հայաստանում։ Եվ ես կարծում եմ, որ մեծ է այն հեռանկարը, որ այդ դաշտը պահպանողականների կգրավի ավելի շատ Քոչարյանը կամ Քոչարյանի կողմնակիցները, իսկ Սերժ Սարգսյանը եւ իր կողմնակիցները դուրս կթռնեն, որովհետեւ իրենք չեն իրավիճակի adekvat գնահատական չեն տալիս։ Մի տեսակ բան Սերժի ելույթը ոնց որ նեղացած երեխայի ելույթ լիներ, ուղված բոլորին, թե այ մենք էսի լավն ենք, իսկ բոլորը շատ վատն են։ Ես այդպիսի տպավորություն ստացա իր ելույթից։ Իսկ ձեր կարծիքով օրինակ նշեցիք, որ իրենց այս կսմտոցները Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, սրանք ինչ որ փուլում միավորման հնարավորություն ունեն այս ուժերը ձեր կարծիքով, թե այնքան տարբեր են իրենց մոտեցումները, այնքան խորն են հակասությունները, որ հաջորդ ընտրություններին առանձին կգործեն, այսինքն հնարավորության դեպքում նույնիսկ չեն միավորվի իշխանության դեմ։ Տեսեք, ուրեմն ես կարծում եմ, որ ընտրություններից առաջ չեն միավորվի, ընտրություններին առանձին կգնան, բայց մենք եթե հարցը հասնի նրան, որ գործող իշխանությունը քաղաքացիական պայմանագիրը չկարողանա ազգային ժողովում ունենալ այնքան մեծամասնություն, այդ թվում ինչ որ ուրիշ կուսակցությունների հետ, որ ձևավորի կառավարություն 2026 թվականին, ինչպես որ Գյումրիի դեպքում մենք տեսանք, այո, նրանք կարողանան կողքի դնել այդ իրենց հակակրանքը միմյանց նկատմամբ եւ միավորվել ընդդեմ գործող իշխանության։ Ես սա կարծում եմ, սա միանշանակ է, այսինքն այդ հակասությունները ինչքան էլ որ լինեն, արժեքային առումով իրանք գրեթե նույնն են, շատ մեծ տարբերություն չկա, եւ եթե հանկարծ նրանք զգան, որ միավորվելով կարող են իսկապես իշխանափոխություն անել, այդ ժամանակ նոր կմիավորվեն, բայց դա կլինի ոչ թե ընտրություններից առաջ, այլ ընտրություններից հետո, եթե 26 թվականի ընտրությունների մասին ենք խոսում, կամ հիմա նրանց ինչ որ առանձին խմբավորումներ, կարծեմ հենց Սերժ Սարգսյանին շրջապատից, փորձում են ինչ որ հանրահավաքային պայքար անել։ Բացառված է որ հանրահավաքային պայքարով ինչ որ հաջողության հասնեն, բայց իրենք այդքանը չեն հասկանում եւ իրենք եթե տեսականորեն ենթադրենք, որ այս տարի ինչ որ հանրահավաքային մեծ շարժում լիներ, այդ խմբերից որևէ մեկի կողմից կազմակերպված եւ իրական հնարավորություն լիներ իշխանափոխության, այդ դեպքում էլ կմիավորվեին։ Իրենք բոլորով կհավաքվեին ու կմիավորվեին։ Բայց քանի որ ոչ մի իրական նման հնարավորություն չկա, իրենք ինչքան էլ հանրահավաքային արշավ անեն ձախողելու են, հետո նորից սկսելու են իրար մեղադրել։ Ձեր կարծիքով օրինակ այնինչ այսօր տեղի ունենում Երևանի կենտրոնում Արցախահայերի բողոքի ցույցերը նկատի ունեմ, ՔՊ-ի նախընտրական այսպես ծրագիրը պատռելը, Ընդհոպ Փաշինյանի հրաժարականի պահանջ, իհարկե սա միասնական չէր, 1-2 հոգուց այսպիսի դիտարկումներ նաև լսեցինք, այս սոցիալական բողոքները տաքացվում են նախկին իշխանությունների կողմից քաղաքական աստար տալու համար։ Իհարկե, տեսեք, այդ բողոքները ամենայն դեպս այն ինչ որ հրապարակվում է եւ ես կարդում եմ, այդտեղ սոցիալական հարցերը կամ չկան կամ երկրորդական են։ Խոսում են նրանից, որ Հայաստանի իշխանությունը պետք է ուրեմն պայմաններ ապահովի, որ իրենք վերադառնան ուրեմն Արցախ, Լեռնային Ղարաբաղ կամ Մինսկի խմբից են ինչ որ խոսում։ Այդտեղ սոցիալական հարցեր չկան, բայց եկեք իսկապես մենք արձանագրենք, որ սա ամբողջ Արցախահայությունը չի եւ այդ ովքեր որ ելել են այնտեղ, չեն ներկայացնում Արցախի հայությանը, չնայած որ իրենք խոսում են Արցախի հայության անունից։ Դա շատ մի փոքր շրջանակ է, հավանաբար Արցախի նախկին իշխանությունների հետ կոռումպացված ինչ որ կապերով խմբավորումներ եւ այդ հատվածի ներկայացուցիչներ, որոնք որ չեն ներկայացնում իրականում Արցախահայությանը։ Բայց այն ինչ որ անում են իրանք, այո, իհարկե, բնականաբար Հայաստանի նախկին իշխանությունների հետ իրենց կապերի ուրեմն դրսևորման արդյունք է եւ ակնհայտ է, որ պետք է ուղղակի արհամարել այն ինչ որ իրենք անում են այնտեղ։ Այդ խմբավորումը, որը հավաքում է, ինչ որ պահանջներ են ներկայացնում, ուրիշ բան, եթե
շատ հստակ իրենք պահանջները ներկայացնեին եւ դա լիներ միայն սոցիալական հարցերը։ Այդ դեպքում մենք կարողանայինք առանձնացնել, ասենք, այո, կա Արցախահայություն, որը սոցիալական այսպիսի հարցեր ունի, պետք է սրանով զբաղվել, բայց երբ որ իրենք խառնում են այն, թե երբ եք ապահովելու, որ վերադառնանք ուրեմն Լեռնային Ղարաբաղ կամ Մինսկի խմբից են սկսում խոսել, այդ դեպքում ուրեմն ես կարծում եմ իշխանությունը ճիշտ կանի, ուղղակի արհամարի այդ խմբավորումները։ Բայց հանուն արդարության սոցիալական հարցեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ընդ որում Արցախահայերը ոչ բոլորն են, մեծամասնությունը գոնե քաղաքացիություն չի էլ ուզում ստանալ, եւ եթե օրինակ սոցիալական հարցերով ամեն անգամ մենք իշխանափոխություն պահանջենք եւ այլն, ընդհանրապես ինչու պետք է մյուս քաղաքացիների սոցիալական հարցերը երկրորդ են Արցախահայերի սոցիալական հարցերին, օրինակ ստացվում է, որ միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է աշխատի, հարկեր վճարի եւ այլն, ու դրանով լուծվեն Արցախահայերի խնդիրները։ Նաեւ այս հարցը գոյություն ունի։ Ինչքանով է սա արդարացի ու ինչքանով ընդհակառակը սրանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու արցախցիների միջև այս թշնամանքը չի խորանա։ Տեսեք, սա շատ կարևոր հարց է, բայց սա լուրջ հարց է եւ այստեղ միանշանակ դժվար է ինչ որ հստակ դիրքորոշում ընդունել, այստեղ նաեւ հետազոտություններ են պետք հասկանալու համար այդ ամեն ինչը, բայց մի քանի սկզբունք կա։ Առաջինը, բոլոր դեպքերում իրենք իրենց տներից զրկված մարդիկ են եւ իրենք Հայաստանում ավելի այս պահին Հայաստանի մյուս քաղաքացիների համեմատ ավելի խոցելի իրավիճակում են գտնվում, որտեղ տունը, աշխատանքը եւ այլն կորցրել են եւ մարդը երբ որ նման միգրացիայի է ենթարկվում, նաեւ հոգեբանական տրավմաների հետևանքով ժամանակ է պետք, որ ինքը կարողանա վերականգնվել եւ հասարակության լիարժեք անդամ դառնալ։ Եվ որոշակի ժամանակ պետք է։ Հիմա հարցը այդքան է, ինչքան ժամանակ է պետք։ Արդյոք տարի ու կեսը եւ 2 տարին բավարար էր, թե ոչ։ Դրա համար ես չեմ կարող միանշանակ ասել տարի ու կեսը 2 տարին բավարար էր։ Այս տեսակետից ուրեմն հանրային համերաշխության առումով եթե նայում ենք, ապա արդարացված կարող ենք համարել այն, որ որոշ իրենք ավելի շատ սոցիալական օգնություն ստանան այս պահին, գոնե ժամանակավոր, ասենք, չգիտեմ, 3 կամ 5 տարի, չգիտեմ, ինչքան է, դա էլ պետք է ուղղակի մասնագետներ այդ մասին խոսան, հասկանան։ Այդ տեսակետից արդարացված է բնականաբար, որ ես կարծում եմ, որ իրենք մի քիչ ավելի շատ սոցիալական աջակցություն ստանան, քան միջին հայաստանցին։ Բայց մյուս կողմից էլ այո, դու շատ ճիշտ նշեցիք, որ կա նաև հավասարության հարց եւ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի քաղաքացիները չպետք է զգան, թե ինչ որ անարդարացի բան է կատարվում եւ ինչպես որ դուք ձևակերպից իրենց հարկերից ուրեմն արցախցիներն են պահվում եւ այլն, բայց տեսեք, մենք այս տեսակետից էլ պետք է հիշենք, որ Հայաստանը միլիարդավոր դոլարների օգնություն էր միշտ տալիս Արցախին։ Այո, այսօր Այո, եւ այդ օգնությունը ընդ որում, քանի որ Արցախում շատ կոռումպացված եւ վատ օլիգարխիկ համակարգ էր, եւ այդ օգնության մեծ մասը արդեն փոշիացվում էր։ Հիմա այդքան օգնություն մենք չենք տալիս, բայց դրա մի հատվածը կարելի է օգտագործել սոցիալական կարիքների համար եւ ակնհայտ է, որ եթե որ Հայաստանի ինստիտուտները եւ պետական կառույցները այնքան են կայացած, որ այնպես չի, որ այդ փողերը փոշիացվելու են, դրանք իրենց նպատակին կծառայեն։ Ուղղակի պետք է հասկանալ արցախցիների հետ, ուրեմն այդ սոցիալական խնդիրները որքան են, գնահատական տրվի, կոնկրետ ժամանակ նշվի, եւ որ իրենք պատկերացնեն, որ ասենք, օքեյ, մենք ունենք մի տարի, որից հետո այս սոցիալական ծրագրերը այլևս չեն լինի, կամ 2 տարի ունենք, կամ 3 տարի ունենք, այս ընթացքում ինչ որ այլ աշխատաշուկայում նրանց ինտեգրելու հետ կապված այլ ծրագրեր կարելի անել, այստեղ հասարակական կազմակերպություններն էլ դեր ունեն։ Այս ամեն ինչի մասին կարելի է խոսալ, երբ որ իրենց Արցախահայությունը կարողանա շատ հստակ ձևակերպել իրենց խնդիրները, որտեղ մենք էլ չենք կարող։ Միգուցե ընդհանրապես չկան այսպիսի խնդիրներ եւ նրանք մեծ մասը ինտեգրված են եւ նորմալ են, էլի, այսինքն ես չգիտեմ հիմա
Սկզբունքների տեսակետից ես ասացի, որ դա միգրացիան շատ ծանր բան է, հենց այդ ձևի միգրացիան։ Դա հաստատված է հետազոտություններով, որ շատ մեծ շոկի հետևանք է մարդու վերականգնելու համար եւ նոր միջավայրում ինտեգրվելու համար ժամանակ է պատահ, բայց հիմա միգուցե Արցախի դեպքում, քանի որ իրենք արցախցիների դեպքում իրենք էլ են այլ, միգուցե այդքան շատ ժամանակ պետք չի եւ իրենք արդեն ինտեգրվել են մեծ մաս։ Մենք չգիտենք։ Եթե այդ սոցիալական խնդիրները իսկապես հստակ կան, ուրեմն պետք է լինեն հենց առաջինը իրենք արցախցիները, որ ձևակերպեն այդ խնդիրները, այդ առումով իրենց հասարակական կազմակերպությունները եւ Հայաստանի այլ խմբերն եւս նրանց կարող են օգնել, որ ֆիքսվեն այդ սոցիալական հարցերի վրա, հարցերը ձևակերպեն եւ իշխանությունների հետ քննարկվի, բայց հենց որ իրանք մտցնում են այդ հարցը, որ պաթոսով ու մուննաթով սկսում են խոսալ, թե մենք երբ ենք վերադառնալու, քաղաքացիական պայմանագրի թուղթ են ճղում կամ վառում կամ եւ այն բաները, ուրեմն պետք է ընդհանրապես անտեսել եւ բանտեղ չդնել։ Այդ դեպքում իրենք իրենց վնաս են տալիս եւ փչացնում են։ Ձեր կարծիքով սա ինչ-որ լուրջ բան կարող է դառնալ իշխանությունների դեմ այս բողոքը, դուք ինչ դիտարկումներ ունեք։ Ոչ, որովհետև իրենք սոցիալական հարցերով շատ հստակ ձևակերպեն խնդիրները, ասեն, որ մեզ վերականգնելու ավելի ժամանակ է պետք, մարդիկ շատ ավելի վատ վիճակում են եւ այլն։ Եթե այդ հարցերով իրենք հստակ ձևակերպեն, մենակ սոցիալական հարցերով եւ այդ սոցիալական հարցերը ներկայացնեն, իշխանությունը ընդհանրապես անտեսի իրենց, այդ դեպքում այդ սոցիալական հարցը լուրջ քաղաքական հարց կարող է դառնալ, բայց այդ բովանդակության կոնտեքստում, ոչ թե երբ են գնալու Արցախ, այլ այդ բովանդակության կոնտեքստում, որ շատ անարդարացի բան է տեղի ունենում, իրենք շատ ուրեմն վատթար վիճակում են, բայց իշխանությունները ամբողջությամբ անտեսում են իրենց այդ սոցիալական կարիքները, այդ դեպքում կարող է լուրջ հարց դառնալ։ Բայց երբ որ իրենք ներկայացնում են, թե երբ ենք մենք Ղարաբաղ գնալու քաղաք պայմանագրի նախորդ ընտրությունների ծրագիրն են դնում վառում ու Մինսկի խմբից են խոսում, դա բացարձակ որևէ ուրեմն հեռանկար չունի ինչ որ լուրջ առճակատման բան դառնալու։ Դա էլ ինչ որ տենց մի քանի տասնյակ կամ 100 մարդու, ովքեր որ նախկին իշխանությունների հետ ասոցացված են, նախկին Ղարաբաղի իշխանությունների հետ եւ նախկին Հայաստանի նախկին իշխանությունների հետ, ուրեմն այդ մարդկանց ինչ որ իշխանության գալու եւ ավելի շատ կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու հակում է, որ նրանք դրսևորում են ընդամենը Լեռնային Ղարաբաղի մասին իրենց այդ անհասկանալի անհիմն պահանջներով ու մուննաթով։ Շնորհակալություն հրայր հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Մեր հեռուստատողներին հիշեցնեմ, որ Civic-ի մոտեսակապի միջոցով զրուցում էր քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։